Կներկայացնեք, գիտենք, որ կամավոր եք եկել այստեղ որոնողական աշխատանքներին մասնակցելու, կասեք որտեղից եք եւ ինչպես իմացաք։ Մենք Հայաստանի ազգային մոտո ֆեդերացիայից ենք, մեր թիմ լիդերի Դավիթ Արթունյանի նախաձեռնությամբ հավաքել ենք մեր գոլեգաներին, եկել ենք այստեղ, հիմա տղեկ ման են գալի, ճիշտ ասած արդեն հնարավոր ամբողջ տեղանքը զննել ենք, ինչը հնարավոր էր այս տեխնիկայով անել, դեռ ոչ մի հետք, երևի շարունակենք էլի տեսնենք։ Իսկ մոտավոր քանի հոգի եք կամավորներով։ 5-6 մոտոցիկլետ են, հենց նոր 70 կամավորներ կարծեմ կողքի համայնքից եկան, շատ են մարդիկ, իրականում, բայց դեռ ոչ մի նորություն էլի։ Ասացիք միստիկ գյուղը ինձ հետ զրույցում, ինչի է միստիկ։ Իրականում աստվածների իհարկե, բայց մի քիչ գյուղի բնակիչների ներգրավվածություն է այս պրոցեսի մեջ շատ պասիվ է, ինչն էլ հենց այդ զգացողությունը առաջացնում է, մի քիչ յուրօրինակ են մարդիկ, չգիտեմ ինչ հետ է կապված, երևի շոկ է, ընտանիքն էլ իրականում ոնց հասկացանք ծանր կաթությամբ ապրող ընտանիք է, ուստի ոնց որ ընդհանուր գյուղից հավն է, էլի ոնց հասկանում եք, շոկի մեջ են մարդիկ ու իրականում իրանց հետ կոմունիկացվելը բարդ է այս պահին, ինչն էլ դժվարացնում է, էլի ամեն ինչ։ Իսկ ձեր աշխատանքները ով է համակարգում այստեղ համագործակցում եք ԱԻՆ-ի հետ։ Հա, դաշտային բազա են բացազատել, թե ոստիկաններին, թե կամավորներին, թե մնացած սաղ ուժերին համակարգում են ստեղից։ Մենք էլ այդպես գնում ֆորում գալիս զեկուցում ենք, չգիտեմ էլի։ Առաջ Աստված տեսնենք։ Տեղից եք եկել, իմացանք, որ մոտո ֆեդերացիայի անդամ եք, եկել եք այստեղ ինչ նպատակով, ինչպես աջակցեք։ Նպատակը մեկն է, Տիգրանին ենք որոնում, առավոտ 6:30-ից մենք ստենք, 3 ենք իմացել համացանցից։ Ոնց որ ասեց իմ ընկերը, տեղանքը բոլոր զննել ենք, որոնք որ արտաճանապարհային են, մոտոցիկլետները դրանց համար են նախատեսված, մաքսիմալ փորձել ենք օգտակար լինել, հիմա նորից էլի իջնում ենք անտառ, իջնենք փորձենք որոնողական աշխատանքներ շարունակել։ Մինչ այս որևէ կասկածելի իր, հագուստ կամ նման մի բան չեք գտել։ Դրական ոչ մի արդյունք չկա։